Սիրելի մարդիկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, YouTube-յան սիրելի ընտանիք։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան եւ ինչպես եք այս ճանապարհը իմ հետ միասին անցել եւ ողջ ճանապարհի ընթացքում չեք էլ պատկերացրել, թե ինչքան եք ինձ օգնել, քաջալերել եւ ամենադժվար պահերին եղել են այնպիսի ամենադժվար ժամանակներում եղել են այնպիսի պահեր, որ ձեր օրհնող եւ քաջալերող ուժ տվող խոսքերը, որոնք դուք գրել եք մեկնաբանություններում, եղել են ինձ օգնող եւ նաեւ ուղղորդող ու հուշող չեք էլ պատկերացրել միգուցե, որ ձեր գրած մեկնաբանությունը այդ պահին ինձ ինչպես կուղղորդի կամ կհուշի կամ ուժ կտա, իհարկե ես միշտ համարում եմ, որ դա Աստված է իր զավակների միջոցով անում, ոչ թե համարում եմ, դա այդպես է, մեր Տեր Աստվածը իր զավակների միջոցով այդպես գործում է մեր կյանքում եւ խոսքեր է ասում մեզ դժվար պահերին իր զավակների շուրթերով։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ։ Եվ ես այս ամենը ուզեցել եմ ուրիշ անգամ էլ ասել, սակայն չեմ ուզել, որ տպավորություն ստեղծվի, որ ինձ ինչ-որ մի մեծ մեկի տեղն եմ դրել եւ ուզում եմ մարդկանց կենտրոնացնել իմ վրա եւ այդ պատճառով չեմ ասել շնորհակալության խոսքեր, որովհետև որպեսզի չստացվի, թե ես ինչ-որ մեկն եմ, մի կարևոր մեկն եմ, որպեսզի սխալ տպավորություն չստացվի, բայց իմ ներսում ես շատ շնորհակալ եմ եղել ձեզ բոլորիդ եւ եղել են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր որ այնքան էլ ակտիվ չեն եղել մեկնաբանություններում եւ մի այնպիսի ծանր պահի է նրանց մեկնաբանությունը հեռախոսիս էկրանի վրա եկել, որ շատ պարզ հասկանալի է եղել ինձ, որ Աստված է այդ մարդու միջոցով ինձ այդ խոսքերը ասում, որպեսզի ինձ ուժ տա կամ հուշի կամ ուղղորդի, բայց ամեն անգամ, երբ իմ մեջ ցանկություն է հայտնվել, որ ես ասեմ ձեզ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ու չեմ ասել, նորից եմ ասում զուտ այն պատճառով, որ չստացվի, որ մարդկանց կենտրոնացնում եմ ին վրա կամ ուզում եմ ինձ կարևորել, չեմ ասել, բայց այդպես չի լինի, միևնույնն է, դա այդպես չի լինի, պետք է շնորհակալություն հայտնել եւ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ամբողջ սրտով, շատ շնորհակալ եմ, թող Աստված ձեզ օրհնի, անչափ շատ թող Աստված օրհնի ձեզ, ողորմի եւ ձեր բոլոր կարիքները մեր Տերը գիտի եւ մեր Տերը թող հոգա ձեր կարիքները, օրհնի ձեր ընտանիքները եւ ձեր բոլոր աղոթքները, որ ձեր սրտից ու շուրթերից հնչում են, թող Տիրոջ համար լսելի լինեն եւ նա ձեր աղոթքների պատասխան տա, այսինքն ձեր խնդրածը թող Տիրոջ սուրբ ձեռքերով տրվի ձեզ, ձեր խնդրածը, որ Տիրոջ կամքի մեջ է իհարկե, եւ հավետ փառք մեր կատարյալ Տեր Աստծուն։ Հիմա ուզում եմ խոնարհության եւ հեզության մասին մի բան պատմել։ Այս հունվար ամսի վերջներ կամ փետրվարի սկիզբը լավ չեմ հիշում, բայց ես ռիլս բաժնում մի հովի քարոզիչի խոսք լսեցի, որտեղ նա ասում էր, որ երբ դուք ծառայում եք մարդկանց, Աստված ձեզ ծառայություն է տալիս, ուղարկում է ծառայելու տարբեր տեղեր, պետք է հասկանաք, որ այն մարդուն, որ դուք ծառայում եք, ձեզանից բարձր է եւ դուք նրանից ցածր եք։ Աստված ձեզ ծառայեցնում է այդ մարդու համար եւ այդ մարդը ինչքան կարեւոր է, չէ՞։ Աստծո համար ինչքան կարեւոր է եւ դուք ծառայում եք նրան։ Եվ այդ միտքը ես առաջին անգամ էի նման բան լսում, որ ծառայելով մենք ցածր ենք դառնում այն մարդկանցից, ում որ ծառայում ենք։ Որովհետեւ ես միշտ համարել եմ, որ ես հավասար եմ բոլորին, բոլորը ինձ են հավասար, մենք հավասար ենք, Աստծո զավակներն ենք եւ չեմ մտածել նրա մասին, որ ես ավելի ցածր եմ կամ ավելի ցածր պիտի լինեմ։ Եվ երբ լսեցի այդ խոսքերը, այդ քարոզիչից, Աստծո ծառայից, ես նույն պահին ասեցի, Աստված իմ, ես էլ եմ այդպիսի հեզություն ուզում։ Ես էլ եմ այդ նույնը ուզում։ Ես էլ եմ ուզում ինձ
այդպես զգամ, ցածր զգամ նրանցից, ում համար որ ծառայում եմ։ Դա ասեցի ու մոռացա։ Եվ անցան օրեր, միգուցե մի շաբաթ, եւ տեղի ունեցավ այն պատմությունը հոգևորականի հետ կապված, ով որ իր ձայնագրությամբ ցույց էր տալիս իմ սխալը, այդ ամենից հետո թե ինչ տեղի ունեցավ իմ կյանքում, ես ինչպես զգացի, որ վերջնական ես ազատվեցի իմ եսից, մեռավ իմ եսը, այլևս չունեի այն զգացողությունը, որ լինում է չէ, այսպես որ դու ունես անուն, ինչ որ անուն, որը անուն ասելով, երբ մարդիկ քեզ ճանաչում են, դու քեզանից ինչ որ մի բան ես ներկայացնում, այս մարդն ես կամ այն մարդն ես, քեզ այսպես են ընկալում կամ այնպես են ընկալում եւ այլն, այսինքն դրան ասում ենք մարդու անունը, չէ, եւ անունը մեր համար թանկ է, մանավանդ հայերիս, եւ ծառայի, Աստծո ծառայի դեպքում էլ, ով ծառայում է, ում ճանաչում են, նրա անունը, դու կարող ես կորցնել մի ակնթարթում այդ անունը։ Եվ այդ ժամանակ իմ հետ դա տեղի ունեցավ, ես դա կորցրեցի, իմ մոտ դրանք վայրկյաններ տևեցին, ես հասկացա, որ կորցրեցի, դա ինձ Աստված էր տվել եւ Աստված էլ թույլ տվեց այնպես այց, որ ես դա կորցնեմ, եւ իրականում ես այնքան շնորհակալ եմ իմ Տիրոջը, իրականում դա հենց իմ ուզածն էր, բայց ես չէի հասկանում, որովհետեւ երբ դու ուղակի քո անձի հետ կապված ոչ մի բանի վրա էլ չես դողում, այսպես ասած, չես գնահատում բարձր, կարևոր չի քո համար կարևոր է լինում քո Տեր Աստվածը եւ նրանք Տեր Աստվածը եւ նրա տված ծառայությունը, ապա նրա զավակները, ում դու ծառայում ես, մի խոսքով եւ այդ ամենի արդյունքում ես այսպես ասած շակերտավոր կորցրեցի իմ անունը, կորցրեցի ինձ, իմ եսը եւ մի քանի վայրկյանում րոպեներում ես հասկացա, որ ինձ միևնույն է, ես չեմ անհանգստանում այդ անունի կամ իմ եսի համար, ինձ կարևոր չի ու ավելի լավ, ես ազատվեցի այդ ամենից, որովհետեւ ես երկար ամիսներով խնդրել եմ, որ Տերը ինձ ազատի իմ հպարտությունից, եսից, խոնարհեցնի եւ այլն, եւ դա տեղի ունեցավ, բայց ինձ ինչն էր ցավացնում, որ ես իմ Տեր Աստծո առաջ մեղք եմ գործել, դա շատ մեծ ցավ է եւ այն, որ Տերը քեզ նշանակել է, որ դու լինես ծառա եւ Տիրոջ զավակները, որ քեզ են լսում եւ այլն, չեմ ուզում երկար խոսել, այսինքն պատասխանատվությունը Աստծո առաջ եւ պատասխանատվությունը Աստծո զավակների առաջ, դա էր ինձ միայն տանջում արդեն, թե իմ անձի մասին ինչ են խոսում, իմ անվան մասին ինչ են խոսում, ու ընդհանրապես ինչ անուն, ես ով եմ, որ ինչ անուն։ Շատ բաներ փոխեց Աստված իմ մեջ եւ փառք մեր Տիրոջը դրա համար, մեր Տերը այնքան կատարյալ է, աննման է մեր Տերը, կատարյալ, ամենազոր, փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ։ Այդ ամեն ինչը երբ տեղի ունեցավ, ու ես մտածում էի Տեր Աստծո մասին եւ ապա նրա տված ծառայության ու նրա զավակների մասին։ Եվ ժամեր անց, երբ ես մենակ էի, գիշերով աղոթում էի, մի զգացողություն եկավ իմ վրա, որ ես առաջի անգամ էի զգում։ Ես ինձ ցածր էի զգում բոլորից։ Ոչ թե անարժան, մերժված, դա ուրիշ բան է։ Այդպիսի բաներ զգացել եմ, ոչ, իրապես ցածր բոլորից։ Եվ ես զգում էի ինձ ներքևում, եւ բոլորը, ում որ ես ծառայում եմ, ինձանից վերև էին կանգնած։ Ու ես հիշեցի այն հովվի խոսքերը, եւ հիշեցի, որ խնդրել էի Տիրոջը, որ դառնամ այդպիսին, որ ինձ զգամ ցածր նրանցից, ում ծառայում եմ։ Եվ դա չի նշանակում, որ մենք պետք է հպարտանանք, մտածենք, մենք բարձր ենք նրանից, որովհետև նա ցածր է մեզանից եւ այլն, չէ։ Մենք պետք է բոլորս խոնարհություն ունենանք եւ հեզություն։ Բայց ինչ մեծ երանություն է լինել խոնարհ եւ հասկանալ, որ դու գիտակցել, որ դու խոնարհ ես եւ գիտակցել, որ դու խոնարհ ես ամենազոր Աստծո առաջ եւ նա է ամենազորը, փառքերը բոլորը միայն նրանն են եւ դու պետք է երջանկանաս
ցնծաս ուրախությունից, որ այդ ամենազոր Տեր Աստվածը քեզ, որ տկարն ես, ամենատկարն ես, քեզ օգտագործում է որպես իրեն անոթ։ Մենք պետք է Աստծո ծառաները, պետք է դրանից ուրախանան, գոհանան, շնորհակալություն հայտնեն, փառաբանեն Տիրոջը, որ ես ինչ եմ, ով եմ, ոչ մի բան եմ առանց քեզ իմ Տեր Աստված, որովհետև դու ամենազորն ես, իսկ ես ամենատկարը, դու ամենաբարձրն ես, իսկ ես ամենացածրը, եւ վերցնենք Աստծո փառքը մեր վրա։ Եվ չմտածենք, թե ինչ որ բան էլ մենք ենք անում, ոչ մի բան էլ մենք չենք անում, Աստված մեզ օգտագործում է ինչպես որ ուզում է։ Եվ դա մեծ երանություն է։ Եվ իմ ցավի արցունքները այդ պահին դարձան ուրախության արցունքներ, երբ ես հասկացա, որ այն ինչ որ խնդրել էի օրեր առաջ, ես խնդրել էի Տեր իմ, ես էլ եմ ուզում այդպիսի հեզություն որպես ծառա, եւ ես զգացի իմ ցածրությունը, ես ներքևում էի ոչ թե որ ընկած էի, ոչ թե ինձ տրորել էին, ես ներքևում էի, որովհետև ես ոչ մի բան չունեի, ես հրաժարվել էի ամեն ինչից, իմ համար կարևոր է միայն իմ Տեր Աստվածը, առաջին տեղում իմ Տեր Աստվածն է, եւ ինձ իմ անձը չի հետաքրքրում, ինձ իմ անձը չի հետաքրքրում, պետք չի, ինձ ոչ մի բան պետք չի, ինձ իմ Տերն է պետք, եւ ծառայել իմ Տիրոջ փառքի համար, դա է ինձ պետք, ես դա եմ ուզում։ Եվ այդ հեզությունը զգալ քեզ ցածր ոչ թե նվաստացնող է, հակառակը դա հեզ եւ խոնար ու խաղաղ սիրտ է քեզ տալիս, հեզ ու խոնար սիրտ, խաղաղ սիրտ, դու խաղաղության մեջ ես հայտնվում, այնպիսի խաղաղություն, որ չեմ կարող բացատրել ես դա, զգալ, որ դու ոչինչ ես ամենազոր Աստծո առաջ, ճիշտ է, ես դա առաջի անգամ չի, որ զգում էի, որ ես ոչինչ եմ Աստծո ամենազոր Աստծո առաջ, բայց այդ պահին զգալ, որ դու ոչինչ ես, դու ամենացածրում ես, Աստված ամենաբարձրում է, եւ դու Աստծո ձեռքերում ես եւ միաժամանակ սիրելի ես նրա համար, եւ դու կարող ես հենվել ամբողջովին նրա վրա եւ ընդհանրապես չմտածել ոչ մի բանի մասին, որովհետեւ ամեն ինչ քո Տերն է անելու, ամեն ինչ քո համար քո Տերն է անելու, որովհետեւ Տերը գիտի, որ դու իրեն սիրում ես անսահման, Տերը գիտի, որ դու վստահում ես իրեն, հավատում ես իրեն, մեծարում ես իրեն, փառաբանում ես իրեն, խոնարհվում ես իր առաջ։ Եվ Տերը քեզ շատ սիրում է։ Ամեն ինչ տալիս ես Տիրոջը ձեռքերին, ոչինչ չես անում դու ուղակի, վստահում ես Տիրոջը։ Բոլոր փոթորիկները խաղաղեցնում է Տերը։ Այն ամենը, ինչ որ մեր համար մեր Տեր Աստված անում է, մենք այդ ամենի դիմաց նրան ոչինչ տալ չենք կարող։ Նա է տվող Աստվածը, նա է արարող, ամեն ինչ նրա ձեռքերում է։ Մենք ոչինչ չենք կարող պատասխան որպես նրան տալ, այսպես ասած հատուցել նրա արած գործերի համար մեծամեծ եւ բարի, որ նա կատարում է մեր կյանքում, բայց մենք կարող ենք հեզ լինել նրան, կարող ենք խոնարհ լինել նրան, կարող ենք սիրել նրան, կարող ենք նրա կամքի մեջ շարժվել, կարող ենք շնորհակալ լինել, կարող ենք փառաբանել, կարող ենք, չէ՞ այս ամենը, մեզանից էլ դա է պահանջվում։ Մեր Տեր Աստված մեզ այնքան սիրող Հայր է, անսահման սիրող։ Նա ամեն ինչ անում է մեր համար, նա ամեն ինչ տալիս է մեզ, նա մեզ օրվա մեջ մենք չենք կարող տեսնել ու պատկերացնել հոգևոր դաշտում եւ ֆիզիկական, թե նա քանի անգամներ է մեզ փրկում եւ պաշտպանում չարից, փորձանքներից։ Մենք չգիտենք, չենք կարող իմանալ այդ ամենը եւ մենք ոչինչ չենք կարող տալ։ Տեր Հիսուս Քրիստոսը, որ իր արյամբ, իր կյանքով մեզ փրկեց դժոխքից ու մահից, դրա դիմաց մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք ուղղակի անզոր ու տկար ենք նրա ամենազորության առաջ, նա է արարիչը, ամենակալը, բայց մենք կարող ենք եւ պիտի լինենք Տիրոջը փառաբանող, փառ քեզ իմ Տեր Աստված, Տիրոջը մեծարող, Տիրոջը շնորհակալ լինենք միշտ ամեն օր, օրվա մեջ ամեն բանի համար շնորհակալություն հայտնիր, անկախ նրանից, թե դա լավն էր, բարին էր, թե դժվար կամ ինչ որ ոչ դրական իրավիճակ տեղի ունեցավ քո կյանքում, իրադարձություն, ինչ որ լինում է Տիրոջ կամքի մեջ է, որովհետև դու քեզ հանձնել ես Տիրոջ կամքին եւ դու չգիտես դա ինչի համար է լինում, բայց մի բան գիտես, որ Տերը բարի է, եթե այս պահին կարծում ես, թե վատն է, վստահ եղիր, որ դա քո լավի համար է տեղի ունենում։ Ամեն պահի շնորհակալություն հայտնիր, ամեն ինչի համար շնորհակալություն հայտնիր, խոնարհվիր քո Տիրոջ առաջ, ծնկի եկած աղոթիր նրա առաջ։
Երկիր նրա համար, ուրախացիր նրա տվածով, նրա օրհնությամբ եւ հեզ խոնար սիրտ ունեցիր Տիրոջ առաջ։ Այսքանը կարող ենք անել, կարող ենք անել։ Մեր Տեր Աստված, դու ամենաողորմած ու բարի հայրն ես մեր, դու ամենազոր եւ ամենակալ մեր Տեր Աստվածն ես, դու անսահման ներող, սիրող մեր փրկիչն ես, փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Աստված, դու միշտ հիշում ես, որ մենք հող ենք, որ մենք տկար ենք եւ անզոր ենք եւ ստեղծված ենք քո ամենազոր արարիչ ձեռքերով, արարող ձեռքերով։ Դու մեզ գթում ես, դու մեզ ողորմում ես, դու խնայում ես մեզ, մեր Տեր Աստված այսքանը իմանալով, ինչպես շնորհակալ չլինենք Տիրոջը ամեն օր, ինչպես չփառաբանենք, ինչպես չխոնարհվենք մեր Տիրոջը։ Փառք քեզ մեր Տեր Աստված, շնորհակալ ենք քեզ, Սուրբ Երրորդություն, փառք քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, փառքերը միայն մեր Տեր Աստծունն են։